Բարև ձեզ, Արար YouTube-յան ալիքի եթերում հայրենիք կիրակնօրյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, այս շաբաթ եւս մենք դիտարկում ենք, որ վարչապետը մեկնում է Գերմանիա եւ այնտեղ խոսում են մեր ներքին գործերին վերաբերող հարցերին։ Առհասարակ ինչ եք մտածում, երբ վարչապետը խոսում է ներքին խնդիրների մասին, արտաքին քաղաքական օրակարգ չբերելով արտաքին խնդիրները։ Գիտեք, դա արդեն ոնց որ թե սովորություն է դարձել մեր երկրում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մեր ներքին խնդիրները են ինչ որ մեզ վերաբերվում, որ դա նույնիսկ պետք է ներսում շատ զգուշորեն խոսել դրա մասին, տարվում է եւ եվրոպական երկրներում կամ Միացյալ Նահանգներում կամ այլ տեղ ընդհանրապես արտերկրում այդ ամեն ինչը ներկայացվում է։ Գիտեք, դա շատ տարօրինակ է եւ շատ զարմանալի է։ Այդ երկրի մարդիկ ուղղակի զարմացած են դրանով։ Ոչ միայն մարդիկ, այլ պետական գործիչները, քաղաքական գործիչները, որովհետև չի կարելի այդ ներքին խոսակցությունները, ներքին խնդիրները տանել եւ Եվրոպայում ներկայացնել։ Եվրոպայում ոչ մեկին հետաքրքիր չի ներքին խնդիրները ինչ որ կա, պետք է խոսել արտաքին խնդիրների մասին, որը չի արվում ըստ էության։ Ուզում եմ հասկանալ, արդյոք երբ դարձավ եկեղեցու խնդիրը արտաքին օրակարգի խնդիր։ Նայեք, եկեղեցու դեմ պայքարը շարունակվում է եւ բոլոր հնարավոր միջոցներով, հնարավոր հարթակներում փորձում են ԿՊՀ-ականները վարկաբեկել եկեղեցուն եւ վեհապարի միջոցով կամ բոլոր են սրբազանների միջոցով սրբազանների հետ կապված որոնք աջակցում են հայ առաքելական եկեղեցուն փորձում են դրանց միջոցով վարկաբեկելով իրանց վարկաբեկել նաև եկեղեցու ամբողջ գործունեությունը վարկաբեկելով պատմությունը խեղաթյուրելով պատմությունը եւ պատահական չի անդադ խոսել պատմության մասին որ պատմությունը իբր թե կեղծա պատմություն ենք անել, տենց փառահեղ չի բան եւ այլ այս տեսակ խոսակցությունները որ տարվում են, դա տարվում է մի նպատակով, որովհետեւ ինչ որ պատմական փաստերի մասին խոսել, որը հիմա շատ դժվար է, կամ ամեն դեպքում ավելի դժվար է ապացուցել, քան մոտակա ժամանակներում եղածը, փորձում են խեղաթյուրել մարդկանց մեջ եւ շատ վտանգավոր որ դա հանում են նաեւ արտաքին աշխարհ եւ այնտեղ են դա ներկայացնում ամբողջ աշխարհը գիտի որ հայերը առաջի քրիստոնեությունը պետականորեն ընդունած ազգն են որ հայերը հավատացյալ ժողովուրդ են որ հայերը հանուն քրիստոնեության գնացել են մեծ զոհողությունների այդ թվում նաեւ ցեղասպանության են ենթարկվել հենց այդ հիմնական պատճառներից մեկը դա է եղել բայց երբեք չեն դավաճանել խաչին, միշտ հավատարիմ են մնացել քրիստոնեությանը, հիմա հայտնվել է մեկը, որ եկել է ասում որ դա տենց չի։ Գիտեք, եթե դա ասեին թուրքերը, ոչ ոք չէր զարմանա եւ ասում են։ Բայց երբ որ դա ասում է Հայաստանի ըստ էության բարձրագույն պետական պաշտոնը զբաղեցնող անձը, դա շատ զարմանալի է։ Եվ ասել որ այնքան էլ տենց չի որ քրիստոնեությունը դարձել է հայերի համար ապրելակերպ, հայերը տենց մտածել են, տենց շարունակում են աշխատել, երբեք այդ ընթացքում չեն դավաճանել խաչին եւ Քրիստոսին միշտ պահել են, պարզվում է որ տենց չի, ըստ իրա։ Եվ ինչ են ասում քրիստոնեության մասին, ինչ է ասում քրիստոնեության մասին, ասում են որ ինչ որ պահի Տրթատը որոշել է, որ պետք է հրամանատվի, այսինքն գիշերը քնել է, առավոտ որոշել է, որ դե քրիստոնյալն են, առավոտ հրամանատվի, բոլորը դարձել են քրիստոնյա։ Այս տրամաբանությունը ինքը այս մեսիջը ուղարկում է աշխարհին, մտցնում է մեր հասարակության մեջ, որ դա հրամանով ա եղել, ստեղից կարելի է ենթադրել, որ դա նշանակում է, որ ինչ-որ պահի, ինչ-որ մեկը, որը պատահաբար կամ թուրիմացաբար այդ պաշտոնը զբաղեցնում է, կարող է հրաման տա, ասենք հայերը դառնում են մահմեդական։
հրամանով, եթե դա հրամանով է արվում, այսինքն ավարա իր բան եւ այլն պայքարել դրա համար, զրկանքների ենթարկվել, բան այդ բոլորը հրամանով է եղել։ Տրթատը տվել է այդ հրամանը, ու այդ հրամանը անփոփոխ եղել է, դա նույնիսկ ծիծաղելի է, եթե չասեմ, որ սարսափելի է այդ ձևով մտածելակերպը։ Հետո տենց ականջիս հասավ մի լուր, որ ասվում է, որ իբր թե Մեսրոպ Մաշտոց աշխատանք չուներ, տարերը ստեղծեց, որպեսզի աշխատանք ստանա, բան։ Այս տեսակ անհետեցությունները ինչի համար են դա արվում։ Ում է դա պետք ընդհանրապես։ Հայ ազգին դա պետք է, ասենք, վարկաբեկել պատմությունը, ըստ էության զրոյացնել պատմությունը, փառահեղ պատմական անցյալը, բացարձակ հայերին պետք չի, այսինքն դա արվում է ինչ-որ ազգերի համար։ Օրինակ շատ սրանից շատ ոգևորված են ադրբեջանցիք, որ իսկապես իրանց բանն է այդ թեման է, իրանք են անընդհատ ասում, որ հայերը ստեղ չեն եղել, բան է ծախսութը, հայերը հնարել են, բան եւ այլն, ծաղի չվր ասում են, եւ բարձրացնում է տենց է։ Մեր երկրի ղեկավարն է դա ասում եւ այդ հարցը դառնում է քննարկման առարկա, որը շատ վտանգավոր է, որ ես չգիտեմ ոնց պետք է այս իրավիճակից դուրս գանք, բայց որ այս վիճակից պետք է դուրս գալ, դա միանշանակ է։ Մենք հաճախ նշում ենք այնպիսի արժեքներ, որն այսօրվա իշխանությունը փորձում է արժեզրկել։ Այսինքն հայի համար կարևոր այն արժեքները, որոնք վեհ են եւ քննարկման ենթակա չեն, այսօր քննարկվում է եւ պատմությունը կարծես թե իրենց համար նորեջ են բացում, այսպիսի մի խոսույթ է սկսվում։ Մենք գիտենք, որ բանակցությունները իր կետից եւ իր էջից սկսածը ինչպիսի հետևանքներ բերեց։ Երբ որ խոսվում էր այն մասին, որ բանակցությունները սկսում են մեր կետից, զրոյական կետից, արդյունքում կորցրեցինք Արցախը։ Հիմա այս մարդը խոսում է այն մասին, որ հայոց պատմությունը ինչ որ եղել է, դա այնքան էլ ճիշտ չի, կամ գուցե նաև ինչ որտեղ ասում է, որ դա կեղծ պատմություն է, ստացվում է այդպես իր ասածից, որովհետև եթե կասկածի տակ ես դնում քրիստոնեությունը, այդ ամբողջ տարիները, պայքարը, եկեղեցին, վեհապարներին եւ այլն, դառնում է կասկածելի այդ պատմությունը։ Այսինքն ինչ որ կետից ասվում է, որ պետք չի գնալ այդ հիշել այդ պատմական բաները, չի կարելի այդ անցյալը պահել, պետք է ապրել այսօրվա օրով։ Այսօրվա օրով ես ապրում եւ դա նորմալ է։ Այսօրվա օրով ապրում են բոլոր ազգերը, այդ թվում նաեւ ադրբեջանցիք։ Եվ եթե դու խոսում ես դրա մասին, քո այն կարևորագույն արժեքը, արժե համակարգը, որը ձևավորվել է որպես պատմական ազգ, որը հերոսաբար ապրած ազգ, այդ ամեն ինչը դառնում է երկրորդական եւ ադրբեջանցիք ստանում են հնարավորություն ասել, որ իրանք են հիմնական տերը։ Իրանք չունեցած կեղծ պատմությունը սարքում են պատմություն եւ անդադ իրանք կրթական համակարգը մանկապարտեզից բռնած դպրոցներով, կրթական համալիրներով, բաներով անդադ խոսում են, որ իրանք մեծ ազգ են, իրանք ամեն ինչ ստեղծել են, իրանք վաղուց ստեղ ապրում են, իսկ հայերը եկվորներ են, բան եւ այլն։ Հայկական իշխանությունը ասում է դա։ Ես չեմ հասկանում այն մտավորականների, որոնք լուր լսում են այդ ամեն ինչը։ Այդ պատմության մասնագետները, պատմաբանները, բան, այսինքն ստացվում է, եթե ինչ-որտեղ աշխատում եք, տեղից աշխատավարձ եք ստանում, վախենալով, որ ձեզ աշխատանքից կհանեն, դուք պատմությունը ըստ էության ուրանում եք։ Եթե չեք դեմն առնում, բայց ինչի համար եք դուք։ Դուք նրա համար եք, որ ճշմարտության մասին խոսեք։ Մի տեսակ չեք կարծում, որ հայ ժողովուրդը հիմա տարօրինակ մի պատմական ընթացքի մեջ է ապրում իր համար, երբ տարիներ շարունակ իր մեջ կուղղած եւ հպարտորեն ոչ մեկից չի մոռացել իր խաղաղությունը։ Այսօր խաղաղության համաձայնագիրը համենայն դեպս այդպես է երևում, որ վարչապետը կարծես թե մուրում է։ Ինչու է այս կարգավիճակում հայտնվել Հայաստանը։ Դե այդ խաղաղության պայմանագիր կոչվածը այո իրականում մուրում է, որովհետև դա կախված չի հայկական կողմից, ոչ մի ձևով կախված չի։ Դա կախված է մի կողմից։ Այսինքն Ադրբեջանը եթե ցանկություն ունեցավ խախտելու, կխախտի։
չունեցավ, չի խախտի։ Հետևաբար քեզնից ոչինչ կախված չի, դու պետք է անես այն, ինչ որ քեզ ասում են։ Հիմա նրանք ասում են, այս մարդիկ էլ կրկնում են նրանց ասածները եւ հետեւողականորեն անում են նրանց ասածները։ Չկա մի դեպք, որ Ալիևը խոսացած լինի, այս մարդիկ դա իրականություն չդարձնեն։ Սա այնքան ակնհայտ է ու ամենայն հասարակ մարդը կարա այդ ուղակի համեմատության մեջ դնի, տեսնի երբ հասվի, երբ հարվի, երբ հասվի, երբ հարվի։ Ուսեն շարունակի։ Գիտեք, եւ Թուրքիայում եւ Ադրբեջանում այդ թուրանական աշխարհը սարքելուց իրանք ծրագրել են, որ Հայաստանը որպես այդպեսին չպետք է լինի որպես պետություն, հայկական քրիստոնեական պետություն, այլ ներառված է թուրանական աշխարհում։ Այդտեղից էլ եկել է Արևմտյան Ադրբեջան այդ խոսույթը, որ այժմ հայ հավասարության նշան է ներկայիս վարչապետը փորձում դնել եւ Արցախահայերի այստեղ իրավունքներն են փորձում ոտնահարել։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Ինչու եկանք այստեղ։ Տեսեք ինչ համեմատություն է արվում։ Նրանք այդ կեղծ թեզը, արևմտյան Ադրբեջան թեզը դարձրել են թեմա խոսում են, քննարկման առարկա են դարձրել։ Մենք իրականում որ ունենք եւ Արցախի հարց, ունենք եւ ժամանակին Բաքվից գաղթած հայերի եւ Սումգայիթ եւ Բաքու մոտ 500,000-ի հասնող հայություն, որը վտարվել է, ցեղասպանվել է, Ադրբեջանից հեռացել են։ Այդ ամեն ինչը պատմությունը մեր աչքերի առաջ է եղել, չէ՞, այստեղ որևէ ադրբեջանցու այստեղ չեն սպանել, բայց եւ Սումգայիթում եւ Բաքվում ջարդեր էին հայերի։ Սա մոռացել է, սա ընդհանրապես հանել են արանքից, այստեղ խոսում են, ասում են, առաջարկում են հետեւյալը, որ մենք Արցախի թեման չենք խոսում, փակում ենք, դուք էլ Արևմտյան Ադրբեջանի թեման փակեք։ Բա Բաքվի ու Սումգայիթի թեման ինչ եղավ։ Այդ ձեռի հետ հանեցիք արանքից։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Ընդհանրապես համեմատելի չի Արցախի հարցը հեչ կապ չունի այդ Ալիևի ասած կեղծ Արևմտյան Ադրբեջան թեզի հետ։ Հետևաբար եթե Ադրբեջանը փորձում է այդ թեզը առաջ տանի Արևմտյան Ադրբեջանի, բնականաբար հայկական իշխանությունները պետք է բարձրացնեն Ադրբեջանից ցեղասպանված եւ գաղթած հայերի մասին, չէ՞, որը մոտ 500,000 էր։ Եթե իրանց մոտ ստեղ իրանց եղածը ընդամենը մի 87 կամ 90,000-ի կարգի էր, նույնիսկ 100,000-ի չէր հասնում, տարբեր թվեր կան, մենք այդտեղ մոտ 500,000 հայություն ենք ունեցել, որոնք բոլորը ապրել են հիմնական մասը Բաքվում։ Այդ բոլորը գիտեն։ Դե եթե տես փոխհատուցելու հարց եք դնում, դուք էլ փոխհատուցեք այն հայերին, որոնք Բաքվից գաղթել են ցեղասպանության արդյունքում, ջարդերի արդյունքում։ Սրանք հարցեր են, որոնք պետք է խոսեն բոլոր պատմաբանները, եւ այլ քաղաքական գործիչները։ Ես չգիտեմ ինչի համար են այտենց լուր նստած, ինչի այսպես կարելի է անտարբեր տեսնել, թե ինչպես է կեղծվում պատմությունը։ Գիտեք, բանը հասավ նրան, որ հասան մեր հոգևոր կյանքին, հասան եկեղեցուն։ Հիմա եկեղեցու պատմությունն են պղծում, եկեղեցին են պղծում, ընդհանրապես արդեն պառակտել են տարբեր օրեր, տարբեր հատվածներում տարբեր պատարակներ են անում, որը ընդհանրապես եկեղեցու կողմից լիազորված չի, այսինքն ըստ էության պառակտում են։ Հասկանալի է, որ եկեղեցու մեջ էլ կան մարդիկ, որոնք դավաճանում են իրենց կրոնը եւ անցնում են նոր աղանդի հետևորդներ են դառնում, բայց ժողովուրդը պետք է սրա նկատմամբ ունենա իր վերաբերմունքը, պետք է ճշմարտությունը հասկանա, որն է։ Գիտեք, այդքան պրիմիտիվ չի կարելի լինել, էլի, հասկանալի է, որ հասարակության մի զգալի հատվածը քաղաքականապես տգետ է եւ չի կարողանում հասկանալ, բայց այն հասկացող մասը գոնե պետք է լավ աշխատի, լավ բացատրի մարդկանց։ Կարծում եք, որ հարցը ավելի խորքային է այս դեպքում։ Այո։ Իհարկե, հարցը խորքային եւ շատ վտանգավոր են բոլոր այն թեզերը, որ հիմա արվում են։ Նայեք, հիմա մեր ներքին խնդիրները հիմա հանվելա դուրս։ Հիմա պառակտումը սկսել է այն երկրները, որտեղ ապրում են հայերը, մեր գաղթօջախներում
սկսել է այդ պարակտումը այնտեղ արդեն։ Մի մասը կանցնեն այս կողմ, մի մասը կանցնեն այն կողմ, այսինքն մենք խոսում ենք Սփյուռքի միասնության մասին, Հայաստանի միասնության մասին, ընդհանրապես հայ ազգի միասնության մասին, այս մարդիկ պետական լծակները օգտագործում են այդ միասնությունը պարակտելու համար։ Իսկ մենք լավ գիտենք, որ Սփյուռքում եկեղեցին մեծ դեր է խաղում, կարծես այն միասնության տունն է, որտեղ գալիս են հայերը, հավաքվում են միտեղ։ Սա պարակտելով ինչ է ուզում անել եւ ինչի են ուզում հասնել այս պարակը։ Նայեք, շատ կարճ ժամանակում երևաց, որ օրինակ Ֆրանսիայի հայությունը ըմբոստանում այս ամեն ինչի դեմ եկեղեցու հետ կապված շատ լավ ընդունեցին վեհապար հայրապետին, արտահայտեցին իրենց կարծիքը, խոսեցին, ասացին, դեմ են այս ամեն ինչին։ Մոսկվայում հայությունը շատ մեծ հավաք կազմակերպեց դեսպանատան առաջ, բողոքներ արտահայտում եւ այլն։ Վստահ եմ Միացյալ Նահանգներում նույն բանը կլինի, աշխարհի բոլոր ծայրերում, որտեղ հայերը ապրում են, որտեղ կայացած գաղթօջախներ կան, եկեղեցին այս ամեն ինչին դեմ է եւ ժողովուրդն էլ է դեմ եւ չի կարելի պարակտել, անընդհատ գնալ այս պարակտելու ճանապարհով։ Սա շատ վտանգավոր ճանապարհ է։ Տեսեք, թուրքերը հանգիստ են, ոչինչ չեն անում, որովհետեւ իրենց գործը ստեղ արվում է։ Եվ Էրդողանը եւ Ալիևը հանգիստ նստել են։ Ուղղակի կողքից ասում են ապրես, դու լավ ես, լավն ես, դու շատ լավն ես, գովում են, իրատես ես, նոր ղեկավար, նոր մտածելակերպ, եւ այլն։ Եվ ինչ որ երաշխիքներ են տալիս, որ հայերին ձեռք չեն տա, այդ երաշխիքները միշտ տվել են թուրքերը, միշտ տենց են խաբել հայերին։ Եկել են բնակավայրեր, ասել են, որ ձեզ ձեռք չենք տա, ուղղակի կողքի գյուղն ենք մաքրում, հետո այնտեղ վերջացել եկել են այս գյուղն են մաքրել, այն մյուս գյուղում արդեն նորից էլի նույն բանը ասել են, այս ժողովուրդն անդադ հավատացել է։ Հիմա նույն պատմությունն է։ Հիմա Էրդողանը ասում է, մենք ձեզ ձեռք չենք, դուք որպես պետություն կմնաք, մենք երաշխիք ենք, երաշխավոր ենք, այս հարցերին հասկանում եք։ Վերջերս մեր ընկերներից մեկին, որը շատ լավ ծանոթ է թուրքերին, ասեցի, քանի տոկոս կարելի է վստահել թուրքերին, գոնե մի 10% կարելի է վստահել, ասես նույնիսկ 1% չի կարելի վստահել թուրքերին, թուրքերը միշտ նույնն են։ Իրանք ունեն իրենց ծրագիրը, իսկ այդ ծրագրի մեջ հայերը տեղ չունեն, հայերը պիտի մաքրվեն այս տարածքից։ Հետևաբար ոնց կարելի է պետականորեն նպաստել դրան։ Պետք է հասկանալ, որ երկրները մեզ կարան օգնեն, որ այս ծրագիրը թուրքական չաշխատի, չօգտագործի։ Պետք է զբաղվել դրանով, այդ գործով պետք է զբաղվել, այդ երկրների հետ պետք է հարաբերություններ պահել եւ դրա շուրջ հավաքվել, որովհետեւ առանց գաղափարների, առանց իդեոլոգիայի, առանց գաղափարախոսության, առանց նպատակների ազգի գոյությունը ում է պետք։ Այդ ազգը ում է պետք, որ այսինքն որպես մարդ հնարել, դուք որպես մարդ եք ապրում ու վերջ, որտեղ հաց ընդեղ կաց այդ ապուշ տրամաբանությամբ փորձել մարդուն ասել դե հացդ կեր նստի վերենգի տեղը, հա, այդ հայտնի երկիպես չէ, ասում է կեր քեզ բաժին ընկած խոտը եւ այլն։ Բայց մենք այդ ազգը չենք, է։ Մենք այդ ազգը չենք, մենք գործ ունենք անելու։ Հայաստանը ընդհանրապես եւ հայ ժողովուրդը շատ մեծ առաքելություն ունեն, որ պետք է անեն։ Շատ կարևոր առաքելություն, դա դրված է մեր վրա։ Ի վերուս դրված է մեր վրա։ Հայաստանը պիտի դառնա աշխարհի դրական բևեռը։ Դրա համար աշխարհի բացասական բոլոր ուժերը եւ իրանց բացասական բևեռը հիմա փորձում է այդ դրական բևեռ դառնալը տեղում բնորանում խեղդել, որ չտարածվի, բայց չի հաջողվելու իրան։ Դրական բևեռը հաղթելու է։ Ինչ եմ այդպես ասում, որովհետեւ աշխարհում ցանկացած բան ունի երկու բևեռ։ Դրական եւ բացասական եւ այդ դրական եւ բացասական բևեռների արկայության դեպքում է լարվածություն առաջանում եւ էներգիա է առաջանում։ Հիմա այո, խոսքը նրա մասին է, որ Հայաստանը հենց այդ բևեռն է, որը պետք է չկա այլ երկիր, որը կարող է դառնա դրական բևեռ։ Դա ի վերուս տրված է մեզ։ Մենք դրան պիտի արժանի լինենք։ Այս վիճակով, այս ղեկավարությամբ դա անհնար է անել, որովհետեւ այս մարդիկ ամենամեծ խանգարողներն են այդ դրական բևեռ դառնալու։ Ես կարևորագույն կետերից մեկի մասին եմ նորից ուզում անդրադարձ ունենալ, խոսքը սահմանադրության մասին է։ Խոսվեց, որ Հայաստանը պատրաստ է սահմանադրությունը փոխել, եթե հարկ լինի։
մենք գիտենք, որ սահմանադրությունից մեկ բան չի փոխվելու, մի քանի բաներ պիտի փոխեն։ Ես կուզեմ սրա մասին նորից անդրադարձ ունենանք, մենք բարբերաբար անդրադարձ ենք ունենում, բայց սա շատ վտանգավոր փակուղու մեջ կարող է գցել։ Ես կուզեմ սրա մասին խոսենք հիմա։ Այո, սահմանադրությունը ուզում են փոխել եւ եթե իշխանություններին հաջողվի վերարտադրվել, այդ սահմանադրությունը փոխելու են։ Շատ պարզ է, Ալիևը ասել է ինչը պետք է փոխել։ Դա պայմաններից մեկն է, ընդ որում այդ խաղաղության պայմանագիր կոչվածը, որ պետք է իբր թե ստորագրեն, պայմաններից մեկը դա է, որ սահմանադրությունը պետք է փոխել, այնտեղից պետք է հանել Արցախի հետ հղումը հռչակագրին, Արցախը եւ ցեղասպանությունը, այսինքն թուրքերը եւ ադրբեջանցիները երկուսն են շատ ուշադիր հետևում են սահմանադրությունը փոխելուն։ Այնտեղից պետք է դա հանվի, այսինքն հայ ժողովուրդը իր պատմության եւս մի էջ պետք է փակի, այսինքն ուրանա ցեղասպանությունը, ուրանա Արցախը, որը ըստ էության էլի ցեղասպանության արդյունքում արցախցիները հայտնվեցին Հայաստանում, եւ բավարարի թուրքերի պահանջը։ Սենց հերթով գնալու են։ Դա տես չի լինելու, որ այդ պահանջն էլ կատարենք ու վերջ։ Այդ պահանջից հետո մի հատ ուրիշ պահանջ կասեն, օրինակ կասեն, որ բանընդհանրապես զինված ուժեր պետք չի Հայաստանին, Հայաստանը պետք չի ունենա բանակ։ Հաջորդը կասեն, որ պետքա կրոնափոխ լինեք, քրիստոնեությունը պետքա բոլոր պետք է մահմեդական լինեք։ Հետո կասեն, գիտեք, որ դուք պետք է հավաքվեք մի մասում Հայաստանի բոլոր ամբողջ տարածքը պետք է ազատեք, որտեղ այստեղ պետք է թուրքերը լինեն։ Այնքան բաներ կասեն եւ մինչեւ որ ընդհանրապես հայության մասին որևէ մեկը ստեղ չի խոսի։ Ինչպես բոլոր այն տարածքներում, որտեղ հայերը ապրել են թուրքերի հսկողության տակ։ Չկա պատմության մեջ այտենց մի տարածք, որտեղ թուրքերն են եղել երաշխավորը ու այնտեղ հայ է մնացել։ Տեսեք, եթե մենք ամփոփում անենք իր այցի շրջանակներում իր ուղերձը արտաքին աշխարհին ու նաև մեզ, պիտի հասկանանք, որ թիրախավորվեց հերթական անգամ եկեղեցին, սահմանադրության մասին խոսվեց, այսինքն սրանք հարցեր են, որոնք ներքին լսարանին էին պետք եւ ներքին շրջանառության մեջ պետք է դրվեր, ոչ թե գնար արտաքին օրակարգ։ Եվ արդյունքում ներկայացվեր, որ համերաշխությունը, խաղաղությունը դա ձեռքբերում է։ Ես ուզում եմ հասկանալ Հայաստանի համար ինչն էր ձեռքբերում եւ արդյոք ունեինք մենք ձեռքբերում, բացի կորուստներից։ Մինչև այս մարդկանց իշխանության գալը Հայաստանը եւ հայ ժողովուրդը բավականին ձեռքբերումներ ուներ։ Ճիշտ է, շատ թերություններ կային, բայց ձեռքբերումներ էլ կային։ Այս մարդկանց իշխանության գալուց հետո մենք միայն տեսնում ենք կորուստներ, մենք կորցրել ենք Արցախը, մենք պառակտել ենք հասարակությանը, մենք պառակտել ենք Սփյուռքը, մենք ընդհանրապես ոչինչ չենք ներկայացնում մեզանից, որպես գործոն մենք բացարձակ գոյություն չունենք, մի քանի փոքր բաներ է մնացել, դա էլ եթե հաջողվեց վերացնել, ընդհանրապես բան չի մնա։ Եթե դա ձեռքբերում է, ես խիստ կասկածում եմ եւ եթե այդ մարդկանց մոտ ուղղակի իրենց ստամոքսը լցնելը ձեռքբերում է, որովհետեւ իշխանությունից առաջ այնքան էլ լավ չէին ապրում, իշխանության գալուց սկսեցին լավ ապրել, իսկ ժողովրդի սոցիալական վիճակը գնալով վատացավ, ահա որ սոցիալական վիճակը հիմա ժողովրդի մոտ եւ այդ տեսակ արհամարական խոսել ժողովրդի մասին, թոշակառուն ինչ պետք է անի այդ փողը բան եւ այլը, ամեն մարդ ինքն է որոշում իր աշխատած գումարը ինչ անի եւ թոշակառունների գումարը դա վաստակած գումար է, թոշակառուն նոր չպետք է վաստակի այդ գումարը։ Բայց այնինչ տրամադրվում է արդյոք երիկում է դա։ Իհարկե ոչ, դա ծիծաղելի է եւ ամոթ է, որ այդ կարգի թոշակա վճարվում, այդ ոնց է աշխատավարձները անընդհատ բարձրացնում են, պարգևավճարներ են ստանում, այդ թոշակառուներին էլ տվեք պարգևավճար, այդ մարդիկ իրենց ամբողջ կյանքը աշխատել են եւ հիմա ասում եք այդ տարիքից նորից բան արեք, այդ տարիքը դրա համար չի։ Եթե մի քիչ ֆիզիոլոգիայից հասկանան, կհասկանա, որ 63 տարեկանում նոր չեն սկսում ինչ-որ բան անել։ Այդ ժամանակ ուղղակի վայելում են, ամբողջ աշխարհի մարդկությունը այդ է անում։ Ամբողջ կյանքում մարդիկ աշխատում են,
վաստակում են ինչ-որ գումար, որպեսզի իրանց թոշակի ժամանակ մարդավայել ապրեն։ Այսօր մեր թոշակառուների վիճակը ի՞նչ է։ Նույնիսկ այն նվազագույն զամբյուղը չեն կարողանում ապահովել։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը պետք է թոշակառուները շատ լավ ապրեն, պետք է շատ լավ ապրեն երեխաները եւ շատ լավ ապրեն թոշակառուները։ Այսինքն պետության խնդիրը այդ երկու բևեռներում եղած մարդկանց համար 100%-անոց երաշխիք ունենալն է, ստեղծելն է։ Այսինքն եւ երեխաները, որոնք անպաշտպան են, իրանց համար ամեն ինչ պետք է ստեղծվի պետականորեն, եւ թոշակառուները, որոնք նույնիսկ իրանց պարագայում էլ արդեն անպաշտպան են, իրանց համար պետք է ստեղծվի այդ վիճակը, որ իրանք լավ ապրեն, ոչ մի խնդիր չունենան։ Թե բժշկության հետ կապված, թե սնվելու հետ կապված, թե հանգստանալու հետ կապված, ամեն ինչ պետք է լուծվի։ Լավ պետությունը այդ է, ոչ թե լավ պետությունն է, որ երեխաների եղածը կտրի, թոշակառուների եղածը կտրի, տանի տա իր չինովնիկներին կամ իր կուսակցական չինովնիկներին օրեկան պարգևավճար տան եւ լավ ապրեն։ Այդ չեղավ արդարություն, այդ արդար պետություն չի։ Մեր ուզածն է, որ դառնա այդ պետությունը։ Եվ մեր գաղափարախոսությունը հենց տանում է դրան, որ մենք ստեղծենք այն պետությունը, որը տրամաբանված կլինի եւ այդ համերաշխաբար այդ ամեն ինչը կբաժանվի մեր հասարակության թույլ խավերի մեջ եւ մենք կդառնանք լավ պետություն, իսկական քրիստոնեական պետություն։ Մենք դա պետք է ստեղծենք։ Իսկ եթե մարդիկ գալիս են իշխանության առանց գաղափարների եւ ասում են, որ մենք իզմեր չունենք, այդ նշանակում է, որ իրանք կարան ձեզ հիմա ասեն, այս ինչ բան է, հետո գան իշխանության անեն լրիվ ուրիշ բան, որը մեր աչքի առաջ է, մենք տեսանք, մեզ ինչ էին առաջարկում, արդյունքում ինչ ստացանք։ Հետևաբար ուզում եմ, որ մեր հասարակությունը մի քիչ մտածի այս ընտրություններից առաջ, շփվելով քաղաքական գործիչների հետ, մի հատ հասկանա ձեր տրամաբանությունը որն է, դուք ինչ եք անում, ձեր իզմերը որոնք են, դուք ինչ հասարակարգ եք ուզում ստեղծեք, որ գալիս եք sense խոսում եք էս այնա, այսինքն ձեր ստեղծած հասարակության մեջ, հասարակարգի մեջ ինչ վիճակում են լինելու երեխաները, ինչ վիճակում են լինելու ծերերը, դուք պետք է սա բացատրեք ու խոստում տաք ու հիմնավորեք ու ասեք, որ մենք էս ենք անելու, ոչ թե ասեք մենք բան չունենք, ոչ մի բան չենք խոստանում, ուղղակի գալիս ենք, այս ժողովուրդն էլ գալիս է ձեզ տենց քվեարկում, դուք էլ գալիս եք ասում եք դե մենք չենք խոստացել, որ դուք լավ եք ապրելու, մենք ասել ենք մենք ենք լավ ապրելու, ոչ ենք ասել դուք եք։ Խոստումները թղթի վրա բազմիցս տեսել ենք շատ հիանալի են, բայց գործերը ճիշտ հակառակը։ Դե դրա համար այդ առումով պետք է գաղափարական ուժերին ձայն տան ժողովուրդը, ովքեր գաղափարախոսությունից են խոսում, որ այդ գաղափարները իրականացնում են կոնկրետ արդեն գործողությունների արդյունքում եւ ստեղծում են այդ հասարակարգը։ Օրինակ համեմատության համար ասեմ, որ մեր ժողովուրդը տեսել է, օրինակ ասենք սոցիալիզմի գաղափարի կողմնակիցները ասում են ժողովրդին հողը կտանք ձեզ, կրթություն անվճար կլինի, բժշկություն անվճար կլինի, այս կլինի։ Եկան արեցին, ինչքան կարողացան, այդքան արեցին, բայց այդ ուղղությամբ գնում էին։ Այնպես չէր, որ իրանք ժողովրդին խաբեցին, ասեցին, այտենց չենք անելու, ուրիշ բան արեցին։ Հիմա համեմատության համար եմ ասում, ավելի լավ գաղափարներ կան, խոսքս նրա մասին է, որ պետք է գաղափարական ուժերին քվեարկել։ Գաղափարական ուժերի կողմ գնալ, որպեսզի իրավիճակը փոխվի եւ համազգային հարցերը քաղաքական ուժերը պետք է նաեւ համազգային հարցերին պատասխան տան, որովհետեւ մենք միայն պատասխանատու չենք ստեղ ապրող հայերի համար, մենք պատասխանատու ենք նաեւ այն հայերի, որոնք դրսում են ապրում, ոչ իրանց կամքով հայտնվել են դրսում եւ լավ երկիր ունենալու դեպքում բոլորը կվերադառնան։ Բարի պարոն Ավետիսյան, մեր ժամանակը սպառվեց։ Հուսամ հաջորդ հաղորդմանը եւս կունենանք անդրադարձ գաղափարական առհասարակ կուսակցություններին եւ գաղափարախոսությանը, որոնք միացնում են մեր ժողովրդին ու դարձնում ավելի միասնական։ Իսկ դուք հարգելի հետևորդներ, մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան, գիտենալով, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, մեր եկեղեցին մեր հոգեվոր պատասխանատուն է, այն եղել է միշտ վերելքում եւ կմնա։ Մնացեք խաղաղությամբ։